Elroom-ի գործընկերն է Միլի Մարեցի խանութ սրահը։ Ողջույն սիրելի հետևորդներ, դուք Elroom-ում եք։ Դուք տեսնում եք, որ մենք մեր սովորական սրահում չենք։ Տարվա ավարտին, գրեթե ավարտին նախավերջին օրը մենք առիթ ունեցանք զրուցել Safe Invest հաշվապահական խորհրդատվական ընկերության տնօրենի Սերգեյ Խաչատրյանի հետ եւ պարզվեց, որ Հակոբ Հակոբյան 2 հասցեում Safe Invest-ը բացել է իր երկրորդ գրասենյակը։ Ընդ որում, լրիվ համալրված պրոֆեսիոնալ սարքավորումներով, հրաշալի ու հարմարավետ սրահներով եւ որ ամենակարևորն է, շատ պրոֆեսիոնալ թիմով։ Մենք այսօր, Elroom-ն այսօր հենց այս հասցեում է Հակոբ Հակոբյան 2, որտեղի տրամադրությունն իհարկե ներկայացնելը մի քիչ ավելի դժվար կլինի, իսկ մնացածը դուք կարող եք տեսնել։ Հենց դռան մոտ, հենց մուտքի մոտ մեզ դիմավորեց մեր հրաշալի Սուսաննա։ Բարև ձեզ, Լիլիթ ջան։ Շնորհակալ եմ, որ այսպես ժպիտով դիմավորում եք, ես վստահ եմ, որ սա ընդունելու ձևն է ձեր բոլոր հաճախորդների, Սուսաննա։ Միանշանակ, շատ ուրախ ենք, որ հյուրընկալվել եք հենց մեզ։ Շնորհակալ եմ շատ, Սուսաննա, ըստ էության Safe Invest-ի երկրորդ գրասենյակն է, կազմակերպչական հաճախորդների եւ մասնագետների հետ կապն ապահովում եք դուք։ Այո, Լիլիթ ջան։ Մեր աշխատանքը կատարում ենք մեծ ողջավորությամբ, որովհետեւ ունենք հրաշալի թիմ եւ մեծ պատրաստակամություն։ Այո, մեծ պատրաստակամություն նաեւ հաճախորդների յուրաքանչյուրի բիզնեսը մեկ քայլ առաջ տանելու համար եւ դրա հետ միասին նաեւ մթնոլորտ է։ Ես հասկանում եմ, որ այստեղ շատ ընկերական, շատ այսպես նաև աշխատանքային առումով շատ բարձր որակի հարաբերություններ են։ Ամեն ինչ կազմակերպված է այնպես, որպեսզի մարդը իրեն երջանիկ զգա։ Այո, Լիլիթ ջան, կա այնպիսի կարծրատիպ, որ հաշվապահները պետք է մթնոլորտը լինի շատ լուրջ, բայց իրականում վարակույրի այն կողմ կարող ենք նշել այն փաստը, որ մեզ մոտ ընկերական շրջապատ է, խաղաղ մթնոլորտ, որպեսզի մեր աշխատողները կենտրոնանան աշխատանքի վրա եւ ցույց տան շատ լավ արդյունքներ, գոհացուցիչ արդյունքներ։ Կարելի է ասել, որ Հակոբ Հակոբյան 2 հասցեում գործող արդեն երկրորդ գրասենյակը Safe Invest-ի ամբողջությամբ պատրաստ է փոքր, միջին, մեծ բիզնեսի ներկայացուցիչները կարող են դիմել։ Այո, Լիլիթ ջան, մենք ամբողջությամբ պատրաստ ենք լուծել բոլորի ֆինանսական, հաշվապահական հարկային հարցերը եւ ամբողջությամբ ռիսկերը վերցնում ենք մեզ վրա հարկային առումով եւ տալիս ենք խորհրդատվություն փոքր, միջին եւ խոշոր բիզնեսներին։ Այո, Սուսաննա, փաստորեն հիմա դուք հնարավորություն կտաք նաև պրոֆեսիոնալների հետ զրուցելու եւ նաև ծանոթանալու։ Ես հասկանում եմ, որ այստեղ տրամադրությունը ոչ միայն շատ լավ է, այլև սրահները շատ հարմարավետ են։ Սա հենց աշխատասենյակներից մեկն է։ Այո, ունենք 3 սրահ։ Այս սրահը հիմնական մեր աշխատասենյակն է, Safe Invest-ի հաշվապահները աշխատում են այստեղ պրոֆեսիոնալ սարքավորումներով, ինչպես նաև ընդունում ենք մեր գործընկերներին եւ կազմակերպում քննարկումներ։ Իհարկե մենք այսօրվա մեր եթերի ընթացքում կհասցնենք շատ մանրամասն խոսել այն մասին, թե որ դեպքերում է շատ կարևոր դիմել Safe Invest հաշվապահական խորհրդատվական ընկերությանը, այնուամենայնիվ գիտեք, երբ դուք ուզում եք ինչ-որ նոր բան նախաձեռնել, շատ կարևոր է, որ իմանաք, որ կան մարդիկ, ում վրա ուղղակի կարելի է հենվել։ Այսօր մենք այդ հնարավորությունը ունենք, մենք Հակոբ Հակոբյան 2 հասցեում ենք, ինչպես արդեն Սուսաննան մենեջերը ներկայացրեց, այստեղ իրականում հրաշալի մթնոլորտ է, մենք դեռ երկրորդ սրահ չենք հասել, բայց պիտի օգտվենք առիթից պրոֆեսիոնալների հետ զրուցելու հնարավորություն ունենք ու այս պահին սիրով ուզում եմ գլխավոր հաշվապահին նաև լսել, Աննա, շատ շնորհակալ եմ, որ ժամանակ գտաք նաև մի քանի բառ մեզ հետ փոխանակելու համար գլխավոր հաշվապահ ասում են ամենապատասխանատու ասպարեզն է։ Ինչքանով է կարևոր ընկերությունը, որտեղ աշխատում եք եւ այն գործընկեր կազմակերպությունները, տնտեսվարողները, ում հետ որ ըստ էության այդ պատասխանատվությունը նաեւ կիսում եք։ Շատ կարևոր է ընկերությունը, թե ինչ ընկերությունում ես աշխատում, որովհետեւ տվյալ ընկերությունում անցնում է գրեթե քո ամբողջ օրը, ինչպես նաեւ մեր ընկերությունը այս դեպքում ցանկացած աշխատողի ինչպես նաև ինձ հնարավորություն է տվել մասնագիտական աճի
մասնագիտական նոր հնարավորությունների ձեռքբերման։ Կարելի է ասել, որ իրականում օրենքները շատ հաճախ փոխվում են, դուք կարողանում եք նաև գործընկերների հետ փոխվստահության այնպիսի մթնոլորտում աշխատել, որպեսզի տնտեսվարողը տեղյակ լինի ինչ է իրեն սպասում եւ այնպես անել, որպեսզի իր բիզնեսը կարողանա այսպես կայուն, հաստատուն քայլերով օրինական դաշտում իրականում առաջ խաղացում ապահովել։ Այո, այս պահին ցավոք օրենսդրական փոփոխությունները շատ են։ Մի մասը օրենքի ուժ ստացել են արդեն, մի մասը դեռ սպասում են, որպեսզի օրենքի ստանա եւ մտնի շրջանառության մեջ։ Շատ դժվար է, բայց կարողանում ենք համատեղել գործընկերներին իրազեկել մանրամասն, ինչ օրենքի փոփոխություններ ունենք առաջիկայում, որպեսզի գործընկերները կարողանան ճիշտ պլանավորում իրականացնել, իրենց հարկային քաղաքականությունը եւ ընկերության ընդհանուր քաղաքականությունը ճիշտ կարողանան կարգավորել։ Ահա, իսկ ինչ վերաբերում է թիմին, հա, պրոֆեսիոնալ մարդիկ են եւ գիտեմ, որ դուք նաեւ վերապատրաստումների անընդհատ հնարավորություն կա այս առումով երևի առանձնանում է Safe Invest-ը, այսինքն պրոֆեսիոնալ առումով շատ բարդություններ չեք ունեցել թիմը հավաքելուց։ Շատ բարդություններ չենք ունեցել, որովհետև անձամբ մեր տնօրենը հենց ինքը մեզ համար բազմաթիվ անգամներ վարում է սեմինարներ, մանրամասն ներկայացնում է օրենսդրական բոլոր փոփոխությունները, որպեսզի մենք էլ լինենք տեղեկացված, մի փուլ վերաբարձրացած եւ մենք ինքներս կարողանանք մեր գործընկերներին օրենքի բոլոր փոփոխությունները կարողանանք մանրամասն տեղեկացնենք։ Շնորհակալ եմ շատ։ Շատ են տնտեսվարողները, որոնք իրականում իրենց ապագան, իրենց մտահղացումը բիզնես դարձնելու այս ծրագրում վստահել են Safe Invest-ին եւ հիմա արդեն Safe Invest-ի նոր գրասենյակը, որտեղ մենք գտնվում ենք Հակոբ Հակոբյան 2 հասցեում, հնարավորություն պիտի տա նոր դռներ բացել։ Այս պահին մենք գնում ենք երկրորդ սրահ, այնտեղ անընդհատ ուսուցումներ են։ Ես որքան հասկացա Սուսաննայի հետ զրուցելուց, այստեղ նաև դասընթացներ են կազմակերպվում։ Այս մասնագիտությունը իրականում շատ կարևոր է, եթե ունեք պատասխանատվության զգացում եւ որոշել եք, որ ձեզ համար անհնարին ոչինչ չկա։ Սիրելի հետևորդներ, եւ ահա մենք Safe Invest հաշվապահական խորհրդատվական ընկերության Հակոբ Հակոբյան 2 հասցեում բացված նոր գրասենյակի երկրորդ սրահում ենք, այստեղ հիմնականում իսկապես շատ հարմարավետ, հաճելի պայմաններ են, այստեղ եւ դասընթացներ են եւ աշխատանքային մթնոլորտ, մենք հիմա պիտի զրուցենք, պիտի խնդրենք Լիդիանային, որպեսզի մոտենա մեզ, շատ ուրախ եմ, շատ շնորհակալ եմ Լիդիանա, որ համաձայնեցիք, Լիդիանը ըստ այստեղ սկսել է սովորել հաշվապահությունը հենց Safe Invest-ում։ Ես փոքրուց սիրել եմ թվերի հետ աշխատելը եւ այդ պատճառով էլ դարձել եմ հաշվապահ, մեծ մասնագիտությունը։ Փաստորեն Safe Invest-ում սովորել ես հենց ամենասկզբում, բազային, հետո նաև վերապատրաստումներ եւ հիմա արդեն Հակոբ Հակոբյան 2 հասցեում աշխատում ես։ Աշխատում եմ։ Այս ընկերությունը ինձ շատ աճելու հնարավորություն է տալիս, որպեսզի ես զարգացնեմ իմ հմտությունները։ Կամ ամենակարևորը, որ թիմային աշխատանք հա տիրում այստեղ, թիմը շատ աջակցող է, այստեղ տիրում է փոխադարձ հարգանքը եւ ինձ շատ հաճելի է այստեղ գտնվելը։ Հաշվապահությունը կարծում եմ անընդհատ նոր բան սովորելու մասին է։ Այստեղ այդ հնարավորությունը ունեք։ Այո, իհարկե ունենք։ Այստեղ իրականացվում են սեմինարներ, որը հնարավորություն է տալիս ավելի շատ սովորել եւ զարգանալ։ Safe Invest-ի այս գրասենյակի երկրորդ սրահում մենք զրուցեցինք նաև հրաշալի գեղեցկու Սիլվանայի հետ, ով հիմնական հիմքը համալսարանում արդեն իր մասնագիտական ստացել է, բայց իհարկե հաշվապահի մասնագիտության բոլոր մյուս նրբերանգներին ծանոթացել է հենց Safe Invest-ում։ Սիլվանա, շատ ուրախ եմ, ես քեզ մի քանի վայրկյանում ուզում եմ ընդհատել։ Ինչն է սովորել Safe Invest-ում եւ հիմա փաստորեն այստեղ արդեն աշխատում ես։ Այստեղ արդեն աշխատում եմ, մասնագիտական պրակտիկան հենց Safe Invest-ում եմ անցել եւ ամբողջ տեխնիկական գործնական այսպես կիրառելի հմտությունները ձեռք եմ բերել այստեղ։ Ինձ շատ է օգնել այս թիմը թե մասնագիտական առումով, թե ընդհանրապես մարդկային առումով բավական մեծ արժեքներ եմ ձեռք բերել եւ այո, հիմնական գիտելիքները, որով օգնում եմ նաեւ գործընկերներին ձեռք եմ բերել հենց այստեղ։ Ինչքանով է կարևոր այդ թիմի միմյանց հետ աշխատելու ընթացքում
անընդհատ աճելու հնարավորությունը։ Կարծում եմ շատ կարևոր է թիմային աշխատանքը, որպեսզի կարողանանք մեկս մյուսին օգնել եւ բնականաբար տարբեր մարդիկ ենք, պետք է կարողանանք իրար հետ շփումը ապահովել, բոլորս այդ տարբեր բնավորություններ ունենք եւ իրարից սովորելով կարողանանք մարդկային աճ, այսպես ասած, ապրել, որը կօգնի նաեւ մեզ գործընկերների հետ շփումը ապահովել, որպեսզի բարձր որակ կարողանանք տրամադրել այսպես։ Այո, ոչ միայն գիտելիքով, այլև մոտիվացնել գործընկերներին։ Հրաշալի է, շնորհակալ եմ։ Եվ այսպես, սիրելի հետևորդներ, ամեն անգամ ես նշում եմ նույն արտահայտությունը, որ շատ կարևոր է միշտ հասկանալ, որ կետից է պետք սկսել։ Հիմա մենք արդեն այս հասցեում ենք Հակոբ Հակոբյան 2, այս կետից կարելի է սկսել ճանապարհը դեպի իրականում շատ հաջող ու երկար ձեր երազանքների կատարում։ Ինչու, որովհետև միշտ կարևոր է, որպեսզի մեծ երազանքներ ունենալու դեպքում հասկանաս ում վրա կարող ես հենվել, որպեսզի դու մտածես միայն քո բիզնեսի ստեղծագործական մասին։ Մենք այսօր, ինչպես արդեն մի քանի անգամ նշեցի, Safe Invest հաշվապահական խորհրդատվական ընկերության գրասենյակում ենք, նոր գրասենյակում, թվով երկրորդում, Հակոբ Հակոբյան 2 հասցեում եւ այս պահին արդեն տնօրենի աշխատասենյակում ենք։ Ես ուզում եմ նաեւ ձեր անունից ողջունել ու շնորհավորել Սերգեյ Խաչատրյանին։ Սերգեյ, իրականում, երբ մենք առիթ ունենում էինք նաեւ մեզ մոտ Room-ում խոսելու այն մասին, որ շատ կարեւոր է երկրորդ ու առանձնացված գրասենյակը Safe Invest-ի համար, ես չէի պատկերացնում, որ հնարավոր է այսքան կարճ ժամանակում, այսքան համալրված եւ տեխնիկապես եւ նաեւ մտածողության առումով եւ իհարկե նաեւ աշխատակազմով, ես ուզում եմ, որ մեծ շարունակություն ու հաջողություններ ունենա։ Դուք փաստորեն զգում եք անհրաժեշտությունը երկրորդ գրասենյակի։ Ողջույն Լիլի ջան, նախ շատ ուրախ եմ ձեզ տեսնելու մեր նոր մասնաճյուղում։ Տեսեք, մասնաճյուղի բացումը ինքը մեր աշխատանքի բնականon զարգացման մի գործընթաց էր, որովհետև մեր հիմնական մասնաճյուղում, այսինքն գրասենյակում աշխատանքները ավելանալով մենք պետք է պահպանենք որակը, ուստի նույն աշխատակազմով եւ նույն տեխնիկայով չենք կարող նույն որակով ծառայություններ մատուցենք, անհրաժեշտություն էր առաջացել կամ ավելի մեծ տարածքում տեղափոխվել կամ նոր մասնաճյուղ բացել։ Մենք ընտրեցինք երկրորդ տարբերակը եւ կարծում եմ դա արդարացված է, որովհետեւ դա մեզ տալիս է աշխատանքային ճկունություն։ Վերջի ժամանակահատվածներում ենք բացել մասնաճյուղը եւ միայն մասնաճյուղ բացելը բավարար չէ։ Այստեղ շատ անհրաժեշտ է նաեւ թիմը, որովհետեւ առանց թիմի, առանց աշխատակազմի հնարավոր չէ իրականացնել այն, ինչ որ մենք արժե դրել ենք։ Եվ այդ թիմին ուղղված աշխատանքներն են վերջի 1 տարում կարողացել ենք արդեն այստեղ թիմ ձևավորել եւ այդ թիմը կարելի ասել հենասյունն է նոր մասնաճյուղի։ Եվ իրենց շնորհիվ արդեն մենք կարողանում ենք առանձին ծառայություններ մատուցել, որովհետեւ կապ չունենալով հիմնական գրասենյակի հետ։ Այո, այստեղ փաստորեն ամբողջական թիմ է, բոլոր պատասխանատու, օղակները արդեն համալրված են եւ շատ կարեւոր է, որ շատերը հենց հաշվապահի մասնագիտությունը ընտրելուց կամ բազային կրթություն ունենալուց հետո վերապատրաստումներ են անցել հենց Safe Invest-ում եւ շարունակում են վերապատրաստումները։ Տեսեք, Լիլի ջան, կարծես թե մեր ընկերությունում աշխատանքի ընդունվելու գրավականներից հենց մեկը նա է, որ մենք տալիս ենք հնարավորություն, կապ չունի դա սկսնակ կադր է, թե արդեն փորձառու մասնագետ, մասնագիտական աճ գրանցելու համար եւ մենք բացում ենք բոլոր մասնագիտական գաղտնիքները, իհարկե վստահության շրջան անցնելուց հետո եւ այստեղ մարդիկ ունենում են ավելի արագացված զարգացում, քան մյուս ընկերություններում եւ այդ գրավականը մենք պահպանելով, ավելի զարգացնելով
մենք կարողանում ենք հեշտությամբ կազմը համալրել։ Ինչ սկզբունքով է ընտրված աշխատակազմը, նաև այս ճկունությունը հաշվի առնելով մտածողության գուցե մասնագիտական։ Կադրի ընտրության հարցում գոյություն ունեն որոշակի մասնագիտական սկզբունքային հարցեր, դրանցից չշեղվելով, օրինակ պարտադիր մասնագիտական կրթության իմացությունը եւ մասնագիտության նկատմամբ սերը, եւ ինչպես նաեւ մարդկային արժե համակարգը։ Առանց մարդկային արժե համակարգի, եթե տվյալ անձը տիրապետի մասնագիտության բոլոր գաղտնիքներին, դա մեր աշխատանքային քաղաքականությունից դուրս է։ Ուստի այդ գործոնները հաշվի առնելով կարողանում ենք մեկ կադրել ընտրել եւ այստեղ արդեն ձևավորված ընտանիքի շրջանակներում նոր եկած կադրը պետք է համապատասխանի կազմի ընդհանուր հոգեբանությանը։ Այո, հոգեբանությանը պետք է համապատասխանել, բայց շատ դժվար է հարկային փոփոխություններին էս հարմարվելը։ Փաստորեն հիմա նորից փոփոխություններ են եւ շատ կարեւոր է որպեսզի ճկուն լինի, երևի այս առումով էլ է առանձնանում Safe Invest-ը, հաշվապահական խորհրդատվական ընկերությունը, որ հնարավոր լինի հասցնի տեղեկացնել նաեւ տնտեսվարողներին։ Լիլի ջան, տեսեք, համեստություն չանեմ եւ ասեմ, որ մեր ընկերությունը բազմակի տարիների փորձ ունի եւ հենց օրենսդրության հարցերում մենք արդեն ավելի ճկուն մեխանիզմներով, ավելի հմուտ գործիքակազմով ուսումնասիրում ենք օրենսդրական փոփոխությունները, թեպետ օրենսդրական փոփոխությունները գնալով ավելի մեծ ժամանակ են պահանջում եւ ավելի խիստ մասնագիտական մոտեցում են պահանջում, միայն հաշվապահական գիտելիքները բավարար չեն, այստեղ նաեւ իրավաբանական գիտելիքներ, ավելի վերլուծական գիտելիքներ են պետք, որոնք այդ բոլորը կիրառելով մենք կարողանում ենք ավելի հեշտ յուրացնել, թեպետ պահանջները շատ մեծ են։ Այո, դրանք յուրացնելով ոչ միայն մեր աշխատակազմին ենք մենք սնուցում օրենսդրական փոփոխություններով, այլ այս մասնաճյուղը Հակոբ Հակոբյան երկու մասնաճյուղը հիմք է ծառայում նաև ոլորտում արկա աշխատող հաշվապահներին փոխանցել գիտելիքները։ Եվ այդ դրա շրջանակներում մենք մի քանի սեմինարներ ունեցել ենք եւ առաջիկայում պլանավորում ենք դրանք զարգացնել։ Հրաշալի է, իսկապես շատ կարևոր է։ Ես ուզում եմ մի քանի բառով էլ հեռանկարի մասին։ Փաստորեն հիմա մենք նախորդ անգամ էլ խոսեցինք, կազմը կա, սարքավորումները գերժամանակակից արդեն տեսնում ենք մենք լրիվ համալրված է, որն է հաջորդ քայլը։ Շատ ճիշտ նկատեցիք, կազմը կա, տեխնիկապես հագեցածենք ավելի մեծ աշխատակազմի համար, դա շատ կարևոր է մեզ համար եւ մեր ծրագրերում նախ բացե մասնագիտական գիտելիքներից փորձառու մասնագետներին, նաև սկսնակների համար դասընթացներ ենք իրականացնում, դա այդքան կարծես թե մարքեթինգ մեզ մոտ չի արվում, բայց դա հիմնական շեշտադրումներից մեկը դա է, եւ մեր հետագա ծրագրերում մտնում է, որ մենք կարողանանք այս մասնաճյուղը ավելի մեծ ինտենսիվ դասընթացներ իրականացնենք եւ սկսնակների համար եւ գործող հաշվապահների համար։ Եվ այստեղ մենք ունենք 3 սրաներ, 2 սրաները ավելի շատ հագեցնենք աշխատակազմով, նույնիսկ դասընթացների համար նախատեսված սրահը նույնպես հագեցնենք աշխատակազմով։ Մեր ծրագրերը դրանք են եւ հուսով ենք այստեղ դա կիրականացնենք։ Այո, ես վստահ եմ, որ կիրականացվեն եւ փաստորեն դասընթացները պարբերաբար շարունակվում են, այսինքն նաեւ ուրիշ ընկերություններում կամ ինչ-որ որոշակի ուղղություններում լրացուցիչ մասնագիտանալու համար կարող են դիմել Safe Invest։ Միանշանակ մենք արդեն 1 ամսվա մեջ 2 սեմինար իրականացրել ենք գլխավոր հաշվապահների համար, որտեղ որ հիմնականում ինտեգրված են եղել այլ կազմակերպությունների մասնագետները, քան Safe Invest-ի, եւ հենց դրա շրջանակներում իհարկե դա մեծ ջանքեր են մեզանից պահանջում, դրա շրջանակներում մենք սիրով փորձում ենք մեր գիտելիքներով կիսվենք եւ կարողանանք օգնել մասնագետներին կյանքի կոչեն օրենսդրական պահանջները։ Այո, շնորհակալ եմ շատ։ Ես մեկ անգամ եւս ուզում եմ շնորհավորել, իրականում շատ ուրախ եմ, որովհետեւ գիտեք, տրամադրությունը մթնոլորտը սա շատ բանի մասին է խոսում ու ես գիտեմ ինչ մեծ ջանքերի արդյունքում նաեւ հնարավոր է եղել իրականում ստեղծել այս ամենը։ Safe Invest-ը մեր ամենավստահելի Հայաստանում գործող հաշվապահական խորհրդատվական ընկերություններից է եւ երկրորդ մասնաճյուղը կարծում եմ, որ դառնալու է երկրորդ մեծ վստահության դուռը շատ մարդկանց համար, ովքեր նոր են փորձում կամ արդեն ունեն այդ փորձը զբաղվելու բիզնեսով։ Շնորհակալ եմ շատ։ Շնորհակալ եմ շատ մեզ մոտ գտնելու համար։ Ես եմ շնորհակալ։ Սիրելի հետևորդներ, գիտեք, շատ հաճախ մենք առիթ ունենում ենք ինչ-որ մի պահ կանգ առնել, մտածել ինչից է պետք սկսել։
Այս պահին Elroom-ը Հակոբ Հակոբյան երկու հասցեում է, Safe Invest հաշվապահական խորհրդատվական ընկերությունը գրասենյակ, երկրորդ գրասենյակն է բացել հենց այս հասցեում։ Գիտեք, մի պահ պետք է կանգ առնել, որոշել ինչով է զբաղվելու եւ հասկանալ, որ դու ունես գործընկեր, ով կարող է ամենադժվար հատվածը աշխատանքի իսկապես իր վրա վերցնելու։ Իսկ ինչ վերաբերում է մտահղացմանը, մեծ երազանքներ ունենալուն եւ դրանք ժամկետներ դնելով նպատակներ վերածելուն, դրա մասին ժամանակն է, որպեսզի մտածեք եւ այդ ժամանակը հենց հիմա է։ Իրականում լինում են դեպքեր, ոչ հաճախ, բայց երբ ես ուզում եմ անպայման ասել, որ եթե դուք ունեք շատ պրոֆեսիոնալ հաշվապահական խորհրդատվության կարիք, մարդկանց կարիք, ովքեր կարող են ձեզ հետ միասին ձեր նախաձեռնած մեծ գաղափարի ետևից գնալ ու պրոֆեսիոնալ այդ կարողությունը ունեն, ուրեմն դուք պետք է դիմեք այս հեռախոսահամարով, այս հասցեով։ Հիմա մենք այստեղ ենք, այս շատ ջերմ մթնոլորտով գրասենյակում, մենք հիմա այստեղից դուրս ենք գալիս, բայց դռները թողնում ենք բաց, որովհետև բոլոր նրանք, ովքեր ուզում են մեծ երազանքի ետևից գնալ շատ ճիշտ ընտրված ճանապարհով, նրանց ճանապարհն անցնում է Հակոբ Հակոբյան երկու հասցեով Safe Invest հաշվապահական խորհրդատվական ընկերության նորաբաց գրասենյակով։ Շնորհակալ եմ, որ հետևում եք մեզ։